Ես վերջես գնացել էի ընկերոջս հիվանդատես, իմ տարիքի տղա է, գնացի, տենց վիրահատություն էր փոքր, թեթև, վիրահատություն էլ չի կարելի անվանել, միջամտություն են ասում դրան, բարի բուն իմաստով, միջամտություն էին արել, թութք էր մի խոսքով, հեմորոյ, գնացի դե ինչ պտի տանես, հայկական ավանդական, բնական սոկ, բանան վերցրի, ասի փափուկ, լոգիկայով ասի դե գեմարոյի խնդիրա, փափուկ մտնի, փափուկ դուզ գա տղեն իմ, հասկացա, նորմալ։ Գնացի գոգ ջան, պրիվետ, բան ասի, բա ոնց եղավ, միշտ ենց հիմար հարց կա, չէ, սկզբից, բա ոնց եղավ, իրատությունը լնի, մարդ մերնի, ինչ լնի, ասես, բա ոնց եղավ, արա քեզ ինչ դե եղե պրծել է, այդենց միտքը, ոնց եղավ, սկսեց պատմել, ապեր ընկերոջս վիրահատել էին, եկա տեսակցության, երդվում եմ հիմա ինչ ասում եմ իրականությունը, ընկերոջս վիրահատել էի, եկա տեսակցության, ասեց շատ լավ են արել վիրահատությունը, ես էլ արեցի, երդվում, լսում եմ չեմ հավատում, ասեմ մի րոպե, իսկ անկախ նրանից դու դրա կարիքը ունես, թե չէ, ում մոտ լավ է անցել ինչ-որ վիրահատություն, դու էլ ես վիրահատում, չէ, աղբեր ասես, դե ով ես կսար էլի բան, ասպեմ, բա ինչ, դե ասում է նայեց բժիշկը տեսավ, այդ փոքր փուչիկ կա, ասես ես գնալով կարող է մեծանա տարիքի հետ եկա գեմարոյների մեջ ընգնես, արի հիմա վառենք բանման, պարկեցի, վառեցին, 2 օր պարկելու եմ, դու այրել էին, բան, հիմա լսեք, ես պատմեց պրծավ, նայեց դեմքիս, սենց արեց, կարող է դու է ուզես Ձեն չեմ հանում, շարունակում է, աղբեր, մի տարիքի տղա ենք, հով ջան, սաղս էլ նույն զիբիլներն ենք ուտում, 60-ով սնվում, գիշերներ ենք նում, սառը տեղ, երկար չոր տեղ ենք նստում, բան, կարող է, միած ստուգի, բան, արա թարսի պես ինձ էլ սենց բաները համոզելը, նենց հեշտ է, չեկել կարապատ, ասի ցավոտ է, արդեն կոդրվել եմ, մանրամասներով եմ հետաքրքրվում, ասես չէ աղբեր այդքան էլ չէ, մի ասես թծտից ծակոցա բան արասի, բայց վախ, արա մի վաղեց ցիվիլ հիվանդանոցա, լուրջ բժիշկներ են, ասես շատ կիրթ մտնում նայում են, ասի կիրթ մտնելը որն է, մեղաս, չէ կիրթ մտնելը որն է, մի հատ եկեք խորանան, ծեծում նոր են մտնում, կիրթը որն է, չգնացինք դոկտոր ջան նայքում եմ բերե, իրա մոմենտով լավ մարդ է բերե, վայ Հովանես ջան դե ճանաչես բան, շատ ուրախ եմ, մտքումս ասում դու ուրախ կլնես, ասա ես ուրախ կլնեմ, տխուր կողմը ես եմ, էլի, ես հատը գիտեք ինչ է, խոսքով անկապ պարկեցի, նայեցին, ես կոմենքում, Հովանես ջան նորմալ ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, նայում եմ գոքորին եմ, որ արա կսպանեմ քեզ, արա եմ, ինչ, եկել էի հիվանդատես, արա ես ինչ շինիր գլխիս Հələ այդ փող մող ստուգում բան մի կողմ մտնելը քյար մնաց ես չեմ հասկանում այսպես խնդիրների մեջ ես հայտնվում էլի ակամայից տարիքի հետ կամ աղջիկների հետ հանդիպումը փոխվում է էլի աղջիկ ո՞րն է առաջ էր աղջիկ հիմա կանանց հետ առաջ հիշում եմ որ աղջիկա հետ կանաչ հետ հանդիպում կար բան վիսկի մի հատ վիսկի տվեք հետո ասում էր դե պակասություն անելու մի հատ էի գամ երկրորդ շիշը մի անգամ 2 հատ տվեք բան վիսկի բան դե չգիտեմ կոնյակ եւ այլն բան տեկիլա ուղի Հիմա որ չայ էլի չայ տենց եթե կարելի է ուրցով դաղցով տենց հանգստացնող եղավ հետս հանգստը ուրցով դաղցով տենց դուս ես գալի այդ աղջկա հետ դաղցով ուրցով 06-ով գնում եք տժալու խմում ես հանգստացնող թեյը հանգստացնում է անջատում է ոչ իման չես կարմանես նրան որ չխմեիր կարանալու է իրան Փոխվում է ամեն ինչ, գրպանի պարունակությունը, բումաժնիկի, սումկայի պայուսակ, բարսետկա, արյունակ ես ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ իմ պայուսակը, այս հատվածը գրել ենք ներկայացման համար, բայց ոչինչ ոչ ավելացրել ենք, ոչ պակասեցրել։ Եթե կուզեք, քրքրենք իմ բարսետկան, կուզեք թե չէ, հա? Հետո կհասկանանք ձեր մոտ էլ նույն պարունակությունը թե չէ։ Խնդրում եմ բերեք պայուսակը 30 տարեկանում ինձ մոտ շնորհակալություն։ Լրիվ ուրիշ բաներ էին 40-ում, խնդրեմ, ձեզ ուզում եմ ցույց տամ ոչինչ չեք փոխել, դե բնականաբար սա առաջինն է, գիրք, օրագիրք, ամեն օրվա անելիքներդ որ գրես, դե մեծ մարդ ես արդեն, չմոռանաս ինչ պետք է անես, եւ այս ինչ, հա, Սանտավիկ, ով ունի Սանտավիկ, ապուշ բան է, բայց պահում ենք, չէ, ինձ աղմաղ բաներ կա, չէ, որ պետք չի, բայց պահում ես, տափակա, տեղ չի զբաղացնում, մարդ ես, պահենք արդեն,
Էդ էլ այլի ծերության նշան։ Ինչ աստեղ, հա, կոնֆետ, ես, սուրճի հետ մեկ արդեն պապի ես դառնում, չէ՞, լմլմորում ես գնում ասում կոֆեի, կամ երեխա բան պատեմ բալիկ ջանի, թարա, դե տենց բժիշկի դեղատոմսեր, դեղեր, մեղեր, վիզիտ կան, հիմնականում բժշկական ես ինչա, պիպետկայա, լավ էլի եղբայր, ես ձեր նման չեմ, ես դեղել ունեմ աչքի կաթացնելու, չէ, բայց իրոք աչքին կաթացնելու համար վիրահատությունից հետո, всё, էլի էսա, մեկ է մնում է թոշակը ստանամ, տենց գնամ տուն, շնորհակալություն, սա կարող եք տանել, իսկ ձեր մոտ ինչ կա չկա, կուզեք իջնեմ դահլիճ շփվենք, կան իմ տարիքի, 40-ի շուրջ համարձակ տղամարդիկ, կանայք, ում պայուսակը կարող ենք նայել, տեսնենք պարունակությունները համապատասխանում են, թե չէ։ Չէ, ես չեմ մտնելու ձեր պայուսակը պարզա, դուք ինչ ուզեք ցույց կտաք, ինչ չէ։ Կուզեք, իջնեմ դահլիճ։ Ով կուզի։ Եկա, ինչքան մարդ կուզի։ Հենց ես քյասար իջնեմ, հա։ Օգնեք, բայց մեծ մարդ է։ Օպա, բարև ձեզ, բարի երեկո, ոնց եք։ Այսենց ուրիշ շփում է։ Ով էր ուզում։ Բարև ձեզ, քան տարեկան եք դուք, եղբայր, բարև ձեզ։ 40-ը 80 տարեկան զրույց է, էլի, խնդրեմ, ինչ կա, մի հատ տեսնենք։ Սանտավիկ, հոստատից չեմ խոսում։ Խնդրեմ, կտրող Ծակողյանի Շմոնը, ինչ կոնում, ծամոն, էլեկտրոնային չիպ, ձեր հետ է, հա, սպահեք էլի, հա, դու մաժնիկ ձեր կինն է, տենց էլի նույն, պիպետկա, հասկանալի է, հասկացանք եղբայր, հասկացանք, էլով էր ցանկություն հայտնել, բարև ձեզ, մենակ որ խնդրեմ, տեխնիկական խնդիր է, էլի, շրջադարձայինից չի երևում ուտեղ, կգաք բեմա արդակի մոտ նայենք, հա, շնորհակալություն, հեսա ես պիտի խնդրեմ ձեր տեղը նստեմ, միշտ մի հատ երազանք եմ ունեցել, հեսա կասեմ, բանը նայենք, պայուսակը, բարև ձեզ, ձեր անունը? Սարգիս, քանի տարեկան եք? 40, ինչ եք նորա, գիտեն է ինչ ներկայացման են եկել, Սարգիս ջան, ոնց է 40, բայց մեծ եք երևում 41, մյուս տարեք 41 էլում? Շատ տրամաբանական էր, Սանտավիկը չկա, ես կտամ հեսա իմ մոտ կա, եղբորից ուզեք, իրա մոտ էլ կա, հումաժնիկ նորմալ էլ փող կա, շատ լավ, պարկ ասու էլի, հիմա ինչ է, Սանտավիկ տվեցին ձեզ տեսեն, Հեսա, մենթոլ բան, էտա, էլի, բանալի, էտա, չիպ, մի պետքա, հասկանալի է, շնորհակալություն, այ, եթե կարելի է մի հատ ձեր տեղը, որն էր ձեր տեղը, մի հատ նստեմ, կարելի է նստեմ, գիտեք ինչի, միշտ երազել եմ իմ ներկայացումը դահլիճից նայեմ, լավ, լավ, մերսի, տեսնեմ ինչ կա, էլի, այդքան որ խնդում եք, բարև ձեզ, Շատ ինչ, չեմ հասկանում ինչ կա խնդալու է, քան որ ապուշություն, լավ, եթե ծիծաղում եք մի բան գիտեք, շնորհակալություն, եկեք Բագրատ ջան, ձեր տեղը զբաղացրեք, ես անուն չեմ հիշում, էլի, Բագրատ չէր, ինչ, Սարգիս ջան, 1000 շնորհակալություն, ձեզ էլ եմ շնորհավորում, եղբայրս, ձեզ բոլորիդ շնորհակալություն մեծ, ես գնամ իմ տեղը, արագ որ ձեզ չձանձրացնեմ, բայց արագն էլ իմ սրտինան ագրուսկա այս տարիքում, այդ 10 մետր վազում ես բերանտա գալի, չէ սիրտը, Ռուսաստանում բնակվող սիրելի հանդիսատես, վերջապես ռետրո ստենդափը գալիս է ձեզ մոտ։ Հոկտեմբերի 1 Սանկտ Պետերբուրգ, հոկտեմբերի 2 Մոսկվա, հոկտեմբերի 6 Ռոստով, հոկտեմբերի 9 Կրասնոդար, հոկտեմբերի 12 Սոչի։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հետևյալ հեռախոսահամարով
Սիրով կսպասեմ ձեզ ձեր քաղաքներում։ Հետա 40-ը։ Ամեն ինչ հիշացնում է ընդհանրապես 40-ի մասին այս տարիքում։ Ամեն ինչ։ 40-ի չէ, տարիքիդ մասին, այս տարիներին ամեն ինչ հիշացնում է, բայց իրոք տենց հեվաց։ Օրինակ գնացել էի Մերսման սրահ, վերջերս մասաժնի սալոն։ Դե այս տարիքում արդեն գիտեք, տարբեր տեղերը ցավում է, ասում ես գնամ մի քիչ մաժմժորանքների երեկո լինի, նորմալ, զուտ մասաժ գնացի, այդ Մերսուին եկավ 20 տարեկան աղջիկ էր, բարև ձեզ, սկսել ա գործը, տենց արդեն ուզում եմ անջատվեմ, մեկ էլ սկսեց հարցեր տալ։ Քանի տարեկան եք, բալիկ ջան, ինտերվյու չի գործը տարա, չլսելու եմ տալի, իբր աչքս կպել ա բան, հետև քխյանի խրոսում, մի քանի վայրկյան անց ասում եմ քանի տարի 40 ասի 40 Լուրջ եք ասում ասի ինչ է իջավ մեջքից վրից ասի ինչ պատահեց վայ ես չէի տա ասի ոչ էլ պետք է ես մասաժի եմ եկել զուտ ու լոմք եք ատալ տելևիզորով նենց փոքր եք երևում ցավոտ տեղերից կպնելով, ցավոտ տեղերից է կպնում, էլի երկու իմաստով, ասում լավ, հասկացա, համարյա պապայից տարիքին էիք, սես բաներ է խոսում, այ բալիկ ջան, մուղամով ասում հորստայ մարդ ես, էլի հասկացա, պապաս մի քանի ամիս առաջ եղավ 41, ասում պապատ կրեց, բրավո, ինքն է, ոբշի սպիտակ մաս չուներ ձեր նման, 40-ից հետո ռեսկի սիպտակ, արա, աղբեր ջան, թող, Ինչ ես եկել եմ ռասլաբլեմ, ինչի ես գրուզի տանում, ես ինտերնետիկից կեզ պատմում եմ, որ դու կեզ ժամա վերջի պապայիցդ ես պատմում, բայց մոլոդից աղերի կուտակում է չունեք ես տարիքում, սենց բաներ ասի ուրեմն, աչիկ ջան, մի 10 րոպե, եթե հնարավոր է, էլի, հասկացավ, լրեց, խոսքով ավարտեց գործը, հագնվեցի բան, շնորհակալություն, շատ հաճելի էր ցտեսություն, ինչ ասի որ լավ լինի, երդվում ասեց Հաջող հոպար ջան Ես եկել էի լիցքա թափվելու դուք հասկանում եք Այդ հոպարի դումկեքով դուս եմ եկել ասում եմ ոնց արա Այլևս ես ապրում եմ մի իրականության մեջ որտեղ ինձ ասում են հոպար Որտեղ մինչև այդ ոնց են դիմում քեզ չէ աղբեր, ընկեր, բրատ, հարազատ Հոպար թե բա Այս նոր ջահել երեխեքնել են, սալֆետկա ծախող փոխավքող, տեսած կլնեք կենտրոններում, մեկը մոտեցան, 200 դրամ կարող է տաս հոպարս, արասի գնա տո հոպարդ տա, նեղված, հարցը փողը չի, նորմալ ասեր աղբերս 200 դրամ տուր, հորս արև թե չտայ, հոպարս, թազա ջահելներն են, հոպարս, որ արագ խոսում են, ալարում են 2 տար ավել ասեն, հոպարին ասեն, հոպս եմ որ ասում, Հոպսն, շլակ բայում անցել եմ շենքը ելնեմ, թե դուք իշնես հոպս, առաքիչն է բաներ, հոպսը որն է, մեկի պագրիշկեմ պսկսնես, բանկում կամ հերթի մեջ կանգնած, գալի ասում են վերջը ով է, այդ աղջիկ երեխա ասեց են մարդը, ինձ, են տղեն չէ, են մարդը, առաջին դեպքներ, որ ինձ ասեցին մարդ նեղվեցի, երդվում, արա են, Մարդը, երեխուն մանկապարտեզից վերցնում եմ, ես հապ մի քիչ սպասեք Սոֆիին կբերենք, հայրիկ ջան ասեց։ Պարզա երեխու հայրիկ, բան էտին, բայց հայրիկ ջան որ ասին դող ընկավ ջան ասում։ Մանտրաժից որ հայրիկ ջան մենք ասում էինք հիշում եք ում։ Են դողդողացող մի կերպ տրանսպորտ բարձացող պապիներին, հարի նստի հայրիկ ջան, ինձ ասում են դրանք անուններ ունեին հիշում եք, սենց ըստ կերպարների, դրանք հայրիկ ջան Հոպար ջանը ովքեր են փորով արագ խոսացողները հոպար ջանն են, չէ՞։ Սպիտակած մազերով ձյաձ ջաններ։ Իսկ ում էինք ասում պապի ջան, հիշում եք։ Ով լավ չէր լսում։ Համեմը ինչ արի։ Համե չէ, համեմը ինչ է։ Համեմը ինչ է։ Իմ ծերներով եմ քաղել, չի լսում։ Նայում ես դեմքին ջոգում ես, որ վերջի անգամ իր ձեռով 15 տարի առաջ բան խաղաց կլինի, բայց ամեն դեպքում առնում ես, որ չնեղանա, որովհետև մեծերը նեղած կոտ են այդ տարիքից դառնում, նկատած կլինեք, հա։
Ճիշտ խոսք ասում են, մեծերն ու երեխաները նմանվում են իրար, երեխայություններ են սկսում անել, նեղացկոտ, 3000 անգամ մի բանը պետք է ասես, երեխուն ոնց է, ճաշիկը կետ, չեմ ուզում, ճաշիկ, կեր ասում եմ, կեր որ սոված չրել, չեմ ուզում, կեր որ փորիկը չցավա, կեր որ մեծանաս, մեծ պապի դառնաս, նույն կապրիզներ անես, դրա հերն եմ անեցրել, արա, նույն բանը, մեծանում երեխա, ասենք պապիա, պրոբլեմ ունի, գիշերա միզություն, օրինակ, ասում ես, արի, գնանք մի հատ շագանակա գեղձած ստուգենք, պապի ջան, արա երեխա, գնացեք, չեմ ուզում, իմ շագանակների հետ գործ չունեք, գնացեք ձեր բժիշկն է, բժիշկա տերն է, իրանց հիբիոկրատի երթումն է, վրից է, Ես հասկանում ոնց շփվես հետը, մեկ մտածում ասում ես էլ հեսա որ մեծանամ տենց պապի եմ, ինչ ահավոր կլինի, պատկերացնեք թորներից կաշին քերթեմ։ Օգրաշ լագանան չի տանդեմի ծունը չեք մակրե, որ հելնեմ, հանգնեմ, ուի որա, չէ, ես ուրիշ ձև եմ պատկերացնում ծերությունը։ Добрый, ես փոչուր, կուզիկ, սպիտակ մազերով, սպիտակ մորուքով պապի եմ, էլի բեմում, էլի դուք նստած, ես կատակեմ, դուք ծիծաղեք, ամենա երանելի ծերությունը կլինի իմ համար, երդվում եմ, եթե լինի, էլի, տեսնենք, որ ասում եմ, դուք իհարկե ոչ բոլորդ ներկա կլնեք, պարզ է, դե մի վրազ լավ բան, կավա երկրում չլնեք, Կաղա էլիս չսիրեք, չհամակրեք, չգաք իմ ներկայացումներին, 1000 բան կարան, կաղա մահացած ըլնեք, միլիոնատ վերսակ Ուշադրություն, HD School դերասանական դպրոցը հայտարարում է 2025-26 ուսումնական տարվա ընդունելություն։ Դասավանդվող առարկաներն են դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում և վոկալ։ Գրանցվեք նշված հեռախոսահամարով և միացեք մեր մեծ ընտանիքին։ Առասարակ 40-ը խորուրդ ունի, մեկ որ մտածում եմ վերադառնալով թեմային, ասում եմ 40 պատահական թիվ չի, էլի, այ տեսեք, օրինակ մարդը, որ ձևավորվում է, չէ, որ լույս աշխարհ գա իր մոր արգանդում, 40 շաբաթ է, չէ, տևում հղիությունը։ Հետո ծնվում է երեխան 40 օր են պահում 40, մարդը մահանում է էլի 40, այս ծերից ու այն ծերից 40-ները կա, պատահական թիվ չի։ Թեկուզ առասպելաբանության մեջ էպոսը բան չէ, մսրամ էլի կմտավ հորը 40 գոմ շիկաշի, 40 ջաղացի կար, իրև ընդեղ մուսալերան 40 օրը, 40 օր համբարնալուց առաջ, 40 ավազակներ, 40 կամ մեծը խորհրդանշելով ասում են, մատնանշելով ասում են 40, չէ, շատ բառը, որ 40 բաժակ խմանք երեգետիշ կեֆերը, աղբեր 40 ժամա քեզ ենք սպասում, եբ կհասնես, 40 անգամ ասի եսա 40, ուզում եմ ասել, պատահական թիվ չի, նենց 17 բան, տենց չի էլի, 40, կարևոր թիվ է, և այս կարևոր թվի առիթով ինձ շնորհավորել են շատ կարևոր մարդիկ, իմ կերպարները, ոչ բոլորը շնորհավորեն մի մինչև 42 ամյակս կարող են համալիրում լինեն, դա մի կանիսը, են ամենա սիրվածներ, պոպուլարներ, չեմ կարծում եմ ձեզ դուր կգա վիդեո տարբերակով դիտենք, խնդրում եմ չնկարել, դա մեզ համար հակացուցված է մեր գործունեության, խոստանում եք չէ, որ չեք նկարի, հա, ով նկարեց, վահեն ընդե է, գիտեք են, ընտրեմ ձեր ուշադրությունը էկրանին, սիրելի ընկերներ, հո ջան, դարար 40 էլի, ջայլ ջան, ես քեզ անձամբ չեմ ճանաչում, բայց անես տպավորությունը ոնց որ 1000 տարի իրար գիտենք, իմ են կանոպշնի հեռախոսներից է, ես հիքու վիդեոները չեմ եք կարում նայեմ, թորս է նայում ինձի պատմում է, են աղմաղ լագոտ է, սաղորը քեզ է նայում, հակել է YouTube-իտ կանալին, ինչ ասեմ ապե ջան, ապասնի վաղտեր ենք ապրում, քեզ ցանկանում եմ շարից փորձանքից հեռու ես, չնայած ինչքան է հեռու ես, փորձանքը որ փաթաթվում է, գալի փաթաթվում է, բան չես կարանես, բայց պետք կլնեմ ապրաշատ կլնես, սարի պես մեշքիտ կայնացեմ, գիտես, Здесь сag республикана ճանաչում, լավ ելնես, բրատս,
Ողջույն հովիկ։ Չի ասի, թե առանձնապես աչքիս լույսն ես, բայց այնուամենայնիվ ցանկանում եմ սրտանց շնորհել տարեդարձիդ կապակցությամբ և ցանկանալ առողջություն, երջանկություն, խոհեմություն, զգուշություն, հավասարակշռություն, հաջողություն։ Եվ ինչպես ասում են, իսկ արջուկն ու նապաստակը թողներեն։ Այսքանը։ Ոյ մարդ ոնց էր անջատում է։ Մսրաձևը ոնց ա, դու գիտես, մի հատ անջատի էլի։ Եղբայր, կարմիր կնոպկեն ա, էլի 100 անգամ ասել եմ։ Այս կարմիրը սխվում ես անջատվում ա, ինչ կա դրա մեջ։ Հովանեսյան բարի, Ալբերտիկնա, հիշար ախպեր։ Հովանեսյան, օբշով դու համարյա իմ թայտղա ես, բայց ես քեզնից ենքան բան եմ սովորել ախպեր, ենքան, որ հորս պես հարգում եմ, հորս էլ արել։ Բայց ասա, որ դու էլ զդից ես լիքը բան սովորել ախպեր, ասա։ Ասիր ախպեր։ Հովանեսյան, չգիտեմ ոնց հաստատվել, բայց երկուսով մի օր ենք ծնվել։ Իմ ծնունդն էլ այսօր ախպեր։ Նենց որ ինչ քեզ եմ մաղթում, նույնն էլ ինձ եմ մաղթում, ախպերս։ Թե հակառակը։ Լավ է դիելը կճշտեմ տղեկից։ Արա, դուրրակ լագոտ։ Էկա, պապինա ձենա տալի։ Գնամ ժիրաֆին կերտամ։ Ժիրաֆը պապիի խամյակն ա։ Սիրում ա, որ ես եմ կերակրում։ Արա, իբիո։ Էկա, վայ։ Հովանես ջան, եղբայր, ճիշտ է, իմ սիրած թիվը 8-ն ա, բայց ասենք թե 40-ն էլ 5 անգամ 8-ն ա, տենց ա թե ոչ։ Լիարժեք շնորհավորում եմ, եղբայր, համապատասխան happy birthday, քեզնից էլ ինչ է հասնում, որը դա դու ծլես, ծաղկես, բարգավաճես, թե բարգավաճ չես։ Մեկ էլ ասում եմ, ափսոս դերասան ես, սպորտսմեն ելնեիր լիքը հետաքրքիր նվերներ ունեի քո համար։ Բայց որ սպորտսմեն չես, առ։ Աղաչում եմ մի ճանավեք, բուժեք այս իմ ծապերը, Ախպենակ բալուս, ես ոնց թերան տարիները Հովանեսյան, ոնց որ երեգել էր, ճայել 25 տարեկան տղայնյակներին, ինչքան լավ ու վատ օրեր ենք ունեցել իրար հետ, մորս պայծառարել, դե տենց ա չէ, ասմա ամենալավ հիշողությունները բանակային ընկերնյակների հետ ա կապվածելու։ Ախպենակ դու չգիտեմ ոնց, ես բեսամտ կարոտել եմ այդ ժամանակները։ Հովանես ջան, դու քեզ լավ նայի, 40-ը հանակ բան չի, քեզ լավ նայի, որ կարենաս շարունակես ճշտի դրոշակները խփելով միշտ առաջ գնալ։ Քումար։ Շնորհակալություն այս շնորհավորանքների համար։ Մերսի։ Իմ գործընկերներն էին պատրաստել այս հոլովակը, անակնկալ էր ինձ համար, ես չգիտեի որ շնորհավորել եմ։ Մարդիկ կան հավատացին, միամիջ ժողովուրդ։
Ռուսաստանում բնակվող սիրելի հանդիսատես, վերջապես ռետրո ստենդափը գալիս է ձեզ մոտ։ Հոկտեմբերի 1 Սանկտ Պետերբուրգ, հոկտեմբերի 2 Մոսկվա, հոկտեմբերի 6 Ռոստով, հոկտեմբերի 9 Կրասնոդար, հոկտեմբերի 12 Սոչի։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հետևյալ հեռախոսահամարով։ Սիրով կսպասեմ ձեզ ձեր քաղաքներում։ Չգիտեմ, սիրելիներ, 40 տարի անցավ, ոնց որ 40 մետր անցնեի, այտենց։ Չեմ էլ հասկանում ոնց թռավ ու որ փորձում եմ գիտակցել որ կետում եմ կյանքի, հասկանում եմ որ տենց էլի ոնց ասեցի, ճիշտ տենց մեջտեղներում, որտեղ ոչ ջահել ես, ոչ բիձա ես, բա ով ես դու հիմա, հա? Տենց դու ներողն ես, դու հանդուրժողն ես, դու համակերպվողն ես, որովհետև այս տարիքում ասում են դե լավ երեխա է, ոչինչ ների, ասում ես հա լավ ներեմ, ասում են դե լավ մեծ է հանդուրժի, ասում ես հա լավ հանդուրժ եմ, տենց ներելով, հանդուրժելով գնում ես առաջ, ասենք ծնողդ ու երեխեդ կռվում են պապ ու թոր կամ տատ ու թոր, վիճում են իրար տալիս են մեղավորը դու ես այդ տարիքն, կապել չունես այդ թեմայի հետ, բայց դու տենց գեղեցիկ տարիք է, որ կարող է համ մամադ զանգի, համ երեխեդ ու երկուսն էլ ասեն երբ ես գալու տուն, բա որ երեխեն մամայի համարով զանգում ա վերցնում, ասում ես հա մամ ջան, ասում ա բարև պապ ջան, ու այս ամեն ինչը իրա տրամաբանական ավարտին ա հասնում այն պահին, երբ մտնում ես դեղատուն, ասում ես բարև ձեզ, ինձ 2 տուփ պամպերս տվեք, խնդրում եմ, մեկը փոքրերի, մեկը մեծերի։ Բայց չտխրեք եւ թող տպավորություն չլինի, սիրելի ընկերներ, որ ես բողոքում եմ տարիքից։ Չէ, Աստծո սիրուն, դա բոլորը կատակ էր, բողոքելու մասը, հա։ Ես բողոքավոր չեմ իմ տեսակով եւ եթե բողոքավոր էլ լինեք, չի կարելի առհասարակ բողոքել։ Պետք է ընդամենը ուրախ լինել, որ այդ կետում եք, շնորհակալ լինել Աստծուն ունեցածի համար եւ շարունակել առաջ, որովհետեւ դու այն տարիքի ես Ինչքան դու քեզ զգում ես, տենց հայտնի խոսք է եւ դա իրականություն է, որովհետեւ ես ճանաչում եմ 30 տարեկան բիձեքի էլ, 70 տարեկան ջահելների էլ եւ տարիքը առհասարակ ընդամենը թվեր են, հավատացնում եմ ձեզ։ Ուղղակի թվեր մեկ էլ մի փոքր մեջքի ցավ ու թեթև տեսողության կորուստ, թեթև էլ հիշողության Են կամին խպելուց հոդացավերը բանը անձրև բանիշյազ վարիկոս ու էդքանը հավատացեք ամեն ինչ նորմալ է ժպտացեք եւ շարժվեք առաջ ձեր ցավը տանեմ շնորհակալություն որ այսօր մեզ հետ էիք ինձ հետ իմ թիմի հետ մեզ հետ անցկացրիք այս շատ կարևոր երեկոն ինձ համար կհանդիպենք ուղիղ 40 տարուց Նայ որ հավատացին հա մարտի 8-ին ենք հանդիպել 40 տարուց դու կլնելու եք տնաշեն Շատ բոլորին, շատ զգացված եմ, համբուրում եմ, ամենալավն ու բարին ձեզ, շնորհակալ եմ Տիկին Գոհար ջան, ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր բալիկներին, Աստված պահապան, մերսի, շատ համբուրում եմ, լավ եղեք, կհանդիպենք, շնորհակալություն։